Փետրվարի 27-ին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա աշուղների երկխոսություն խորագրով հոբելյանական համերգով, նվիրված աշուղ Ջիվանու 180 եւ աշուղ Հավասու 130-ամյակներին։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի նոր տարածքն է։ Հարմարավետ ու ջեռուցվող փորձասենյակում համերգին ընթառաջ մաեստրո Նորայր Դավթյանը վերջին շտկումներն է անում։ Վերջապես մենք հանգրվանել ենք ընտանիքի պես այս վայրում, որտեղ շատ հարմարավետ է մեզ համար։ Երկու աշուղներն էլ ուղղակի գալիս են ժողովրդական ակունքներից մեր աղեմի եւ իրենց ստեղծածով, արարածով կարողացել են սերունդներ դաստիարակել, կրթել, որտեղ հրաշալի նմուշներ ունեն իրենք։ Համերգային ծրագրում ընդգրկվել է երկու աշուղի 14 ստեղծագործություն, կհնչեն նվագախմբային կատարումներ, նաև կատակ երգեր դուետով։ Հրաշալի երգիչներ են երիտասարդ սերունդի մեր ապագա, այսպես ասած, աշուղական երգերի շարունակողները, եւ մենք սիրով համագործակցում ենք։ 2026 թվականը ըստ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի բուրն են մեկնարկել, տարին լի է հոբելյաններով։ Այս տարի նշելու ենք Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի 85-ամյակը, նշելու ենք Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը, ով մեծ ներդրում ունի հայկական ժողովրդական արվեստում, նշելու ենք Գագիկ Կարապետյանի 75-ամյակը, Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, այս տարի պետք է շատ աշխատենք։ Սարգսյանի խոսքով աշխատանքի արդյունքը հանդիսատեսը կտեսնի ու կգնահատի ամբողջ տարվա ընթացքում։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, Լուրեր։